Ինչպես բիզնեսի bottleneck-ը բացահայտել։ Եկեք այս հարցին պատասխանենք։ Քայլ 1. Դրա համար ես խորհուրդ եմ տալիս միշտ բիզնեսին նայել որպես մեկ մեծ process-ի։ Այսինքն համարել, որ մեր բիզնեսը մի հատ մեկ հիմնական բիզնես process է, հա, որ ապահովում է մեր բիզնեսի աշխատանքը, մեր բիզնեսի շահությունը ապահովում կամ մեր բիզնեսի համար փողը խոշոր պլանով եթե նայենք, պլյուս-մինուս բոլոր բիզնեսների մոտ, մի քանի սցենար կա, հա, թե ինչ բիզնես process-ը, ինչ հիմնական բիզնես process-ը աշխատում բիզնեսում։ Սովորաբար այդ հետևյալ տեսք ունի, հա, գնումներ, արտադրություն, վաճառք, գումարի ստացում։ Այսինքն մենք ինչ որ ռեսուրսներ ենք վերցնում կուտակում մեր մոտ, դրանով ստեղծում ենք ինչ որ արժեք, հա, արտադրություն ենք անում, այստեղ խոսքը վերաբերվում է եւ ֆիզիկական ապրանքների արտադրությունը եւ ծառայությունների մատուցմանը, հա, ծառայությունների մատուցումը նույնպես ինչ որ արժեքի ստեղծում է, որը որ ծառայություն մատուցող ընկերության տեսանկյունից արտադրություն։ Դրանից հետո մենք կազմակերպում ենք դրա վաճառքը, սրա մեջ իհարկե կարելի ներառել եւ վաճառքը եւ մարքեթինգի կետը, հա, ու կազմակերպում ենք գումարի ստացումը, որը ոչ պակաս կարևոր քայլ է բիզնեսում։ Հիմա նորից ասեմ, սա սենց տիպիկ բիզնեսի հիմնական բիզնես process է, ու շատ խոշոր պլանով ներկայացրած։ Բնականաբար, տարբեր բիզնեսներում այս process-ը կարող սենց մի քիչ այսքող լինի, հա, օրինակ ծառայությունների բիզնեսում միգուցե գնումների process չլինի, կամ միգուցե սկզբում լինի վաճառքի process-ը, հետո նոր արտադրության, հենց բիզնեսները շատ կան, հա, որ արտադրությունը կազմակերպում են կամ ծառայությունը մատուցում են վաճառքի փաստից հետո, այսինքն ինչ որ ծառայություն վաճառում են, հետո սկսում են այդ ծառայությունը մատուցել։ Բայց ընդհանուր առմամբ այդ արժեքը ստեղծող հիմնական բիզնես process-ը սենց մի քանի քայլով կարելի է ներկայացնել։ Այս մեկ, երկրորդ կարևոր բանը, որ ուզում եմ ասել, այս process-ները բոլորը սենց շատ խոշոր պլանով ներկայացված են, բայց դրանք բոլորը կարելի է ավելի մանրամասն, հա, բաժանել ենթապրոցեսների, այդ ենթապրոցեսները էլի բաժանել ենթապրոցեսների ու տենց մի քանի քայլ գնալ հասնել ավելի մանր process-ների, օրինակ ցանկացած բիզնեսի գնումների process-ը բաղկացած է բազմաթիվ ենթապրոցեսներից։ Դրանցից կարող լինի բիզնեսի արտադրության պահանջարկը վերլուծելու process-ը, որ հասկանանք ինչ պիտի պատվիրենք, պատվերը տալու process-ը, ներմուծման process-ը, եթե ներմուծում ունենք, առաքման բեռնափոխադրման, հա, մինչև մեր պահեստ հասցնելու process-ը, պահեստավորելու process-ը, սրանք բոլորը գնումների մեջ մտնող ենթապրոցեսներ են։ Ու սենց բոլոր այս խոշոր կետերում։ Հիմա դուք եթե ձեր բիզնեսի վրա սա պրոյեկտ եք, ժողովուրդ, ձեր մոտ էլ, հա, այս process-ները ունեն բազմաթիվ ենթապրոցեսներ, որոնք որ արդյունքում ստեղծում են ձեր բիզնեսի հիմնական բանը, հա, արժեքը, ձեր շահությունն ապահովում։ Ինչն է այստեղ կարևոր։ Երբ որ մենք բիզնեսին նայում ենք որպես process, հա, որպես sense մի քանի քայլերի հաջորդականություն, որը ապահովում է մեր հիմնական շահույթը, մենք կարողանում ենք տեսնել, թե որտեղ որ process-ն է իրականում կանգնեցնում մեր բիզնեսի հետագա աճը։ Այսինքն որպես process ներկայացնելուց հետո հաջորդ քայլը գտնել bottleneck-ը բիզնեսի հիմնական process-ում։ Օրինակ, որ ուղղակի կարա սահմանափակի բիզնեսի աճին։ Մի քանի օրինակ բերեմ, սրանցից որևէ մեկը հաստատ ձեր բիզնեսի համար էլ ճիշտ կլինի։ Օրինակ, բիզնեսը կարող է ավելի շատ վաճառել, բայց արտադրությունը չի հասցնում, հա։ Տենց դեպքեր շատ են, որ բիզնեսը կարող պրինցիպը շատ վաճառի, այսինքն կա պահանջարկ, հաճախորդները դիմում են կամ վաճառքի բաժինը կարող ավելի շատ վաճառի, վաճառքի բաժինը մեծ է, վաճառքի բաժնում կան շատ մասնագետներ, ովքեր որ պրինցիպի կան ավելի շատ վաճառեն, բայց արտադրության կտորը չի հասնում։ Մենք չենք հասցնում արտադրել այնքան, ինչքան որ պահանջարկ կա։ Այսինքն այս դեպքում bottleneck-ը թույլ կողմը, թույլ օղակը, որը սահմանափակում բիզնեսին արտադրությունն է։ Մի հատ էլ ասեմ, մենք առայժմ վերևի մակարդակով, հա, ասենց ընդհանուր մակարդակով ենք նայում, հեսա խորանալու ենք այդ արտադրության մեջ, հա, իսկ արտադրությունը ինչն է խնդիրը եւ այլն։
Այսինքն շտապեք, հեսա խորանալու ենք։ Կամ այլ օրինակ, բիզնեսը կարող է ավելի շատ արտադրել, բայց վաճառք չկա։ Այս էլ հակառակ օրինակ։ Երբ բիզնեսի արտադրական հզորությունները հերիքացնում են, բայց վաճառք այդքան չկա։ Այդ կարող լինի եւ արտադրության հետ կապված բիզնեսում, երբ մենք ունենք հաստոցներ կամ չգիտեմ մարդկային ռեսուրսներ ավելի շատ արտադրելու, մեր արտադրությունը օրինակ զբաղված է 70%-ով, բայց բավականաչափ վաճառք չկա, դրա համար մենք ավելի շատ չենք արտադրում։ Այս դեպքում bottleneck-ը բնականաբար վաճառքի կողմն է։ Կամ բիզնեսը կարող է ավելի շատ արտադրել եւ վաճառել, բայց հումքը ժամանակին չի հասնում։ Այսինքն մենք ունենք եւ արտադրության բավականաչափ հզորություն եւ ունենք վաճառքի բավականաչափ հզորություն, բայց հումքի խնդիր ունենք։ Մեր գնումների process-ը չի հասնում, հա, մեր արտադրության ու վաճառքի հետևից։ Այստեղ էլ արդեն ստացվում է bottleneck-ին հետևի պոչումը, գնումներում։ Այսինքն մենք գնումների պոչում միանգամից մեր այդ խողովակը, հա, որը պետք է մեր հիմնական բիզնես process-ը հոսեր, որը այդ փողը պետք է հոսեր, խողովակը հենց այդ ամենասկզբից sense սեղմած է, քիչ հումք է գալիս, հետեւաբար արտադրությունը ինչքան էլ լայն լինի ինքը քիչ կարտադրի, վաճառքը ինչքան էլ լայն լինի, ինքը բնականաբար քիչ կվաճառի։ Ուրիշ տարբերակ։ Բիզնեսը կարող է ավելի շատ արտադրել, ավելի շատ վաճառել, բայց դեբիտորական պարտքերի կուտակումը սահմանափակում է անհրաժեշտ ֆինանսների հոսքը։ Այս էլ այն ամենավերջի քայլում, հա, բիզնեսի բանում, այդ գումարի ստացման փուլում bottleneck-ի օրինակ, այսինքն մենք principe արտադրություն ունենք, վաճառք ունենք, ամեն ինչ նորմալ է, բայց քանի որ մեր բիզնեսում դեբիտորական պարտքերի խնդիր կա, մենք ժամանակին չենք հասցնում փողերը հավաքենք, դրա համար ժամանակին չենք հասցնում այդ փողը վերածենք նորությունքի, նորից արտադրության եւ այլն, ու այդ ֆինանսական ներհոսքի դեֆիցիտը դառնում է մեր բիզնեսի bottleneck-ը, հա, նեղ ռիզիկը, որը թույլ չի տալիս բիզնեսին ավելի արագ աճել։ Այս էլ դեպք, երբ որ մեր bottleneck-ը այս մեր process-ի ամենավերջում է։ Ուրիշ տարբերակ, բիզնեսը կարող է ավելի շատ արտադրել, կարող է ավելի շատ վաճառել, բայց դրա համար հավելյալ ֆինանսական միջոցներ են պետք շրջանառու կապիտալը մեծացնելու համար։ Այսինքն, եթե օրինակ մեզ տային եւս, չգիտեմ, $1 միլիոն բան ազատ գումար, հա, մենք դրանով դա մտցնենք բիզնեսի մեջ, կմեծացնենք մեր պաշարների քանակը, հա, շատ հումք բերենք, շատ արտադրենք, շատ կվաճառենք, ամեն ինչ կկարողանանք անենք, բայց ֆինանսական միջոցները սուղ են դրա համար շրջանառու ու դրա համար բիզնեսը չի կարողանում արագ աճել։ Շրջանառու կապիտալը, եթե անծանոթ տերմին է, սա ասեմ ինչ, հա, շրջանառու կապիտալը այդ բանն է, գումարն է, որ անհրաժեշտ է բիզնեսը աշխատացնելու համար, եթե sense մի բառով ասենք։ Այսինքն այդ են cash փողի կարիքն է, որ պետքա բիզնեսում անդադ շրջապտույտ կատարելու համար, այսինքն որ մենք հումք գնելու, այդ հիմնական ընթացիկ բաները, պարտքերը փակելու, ընթացիկ ծախսերը հոգալու, աշխատավարձ տալու եւ այլնի համար այդ բանն է, հա, կապիտալն է։ Այդպես Սրանք ընդհանրապես օրինակներ են, ժողովուրդ, թե հիմնական բիզնես process-ում, որտեղ կարող լինի bottleneck։ Սրանցից մեկը կամ սրանց շատ մոտ bottleneck հաստատ կա ձեր բիզնեսում, այսինքն ինչ որտեղ ձեր բիզնեսը բանը, հա, թույլ կետ ունի, ինչ որտեղ բիզնեսի որևէ կետ թույլ չի տալիս բիզնեսին ավելի արագ աճել կամ թույլ չի տալիս ավելի արդյունավետ աշխատել։ Այդ bottleneck-ը հիմա գտնելուց, այս խոշոր պլանով գտնելուց հետո կարելի է խորանալ դրա մեջ, այդ կետի մեջ ու հասկանալ, թե այդտեղ որն է իրականում խնդիրը։ Հիմա մենք որպես օրինակ տենց կգնանք առաջ, ժողովուրդ, հիմա մենք կվերցնենք որպես օրինակ արտադրությունը ու կխորանանք արտադրության մեջ, կհասկանանք օրինակ ինչ խնդիր կարող լինի արտադրությունում, որը բերում է նրան, որ մենք ունենք այս առաջին կետը։ Այսինքն կարող ենք ավելի շատ վաճառել, բայց արտադրությունը չի հասցնում։ Եկեք խորանանք։ Մի օրինակով ենք նայելու, հա, մենք այսինքն վերցնում ենք մի case, մի դեպք ու դրանով sense խորանանք։ Ձեր դեպքում կարա
այդ օրինակը ճիշտ չլինի, ձեր դեպքում լրիվ այլ օրինակ կարող ճիշտ լինի, բայց տրամաբանությունը, հա, այս քայլի հաջորդականությունը ցանկացած դեպքում նույնն է։ Այս նույն տրամաբանությամբ, այս նույն վերլուծությամբ կարող ձեր մոտ գտնեք այդ թույլ կետը ու խորանաք դրա հիմնական արմատական պատճառները գտնելու համար։ Ահա։ Հայ 3 գտնել bottleneck-ի իրական պատճառները։ Ես ասացի, որ վերցնում ենք արտադրության դեպքը եւ բիզնեսը կարող է ավելի շատ արտադրել, բայց ներողություն, բիզնեսը կարող է ավելի շատ վաճառել, բայց արտադրությունը չի հասցնում։ Ինչու՞։ Այսինչու հարցի պատասխանը շատ բան, հա, շատ տարաբնույթ կարող լինի, հազարավոր պատասխաններ կարելի է մտածել ինչի համար, կան նաև բազմաթիվ այսպես ասած ֆրեյմվորքեր, որոնք որ փորձում են բացատրել, հա, ասես կանոնակարգել, համակարգել այս ինչու հարցի պատասխանը, խնդրի հիմնապատճառների գտնելու պատասխանը, ես առաջարկում հետևյալ մեթոդ։ Եթե բիզնեսում ինչ-որ խնդիր կա, այդ խնդիրը հետևյալ պատճառներից մեկն է։ Կամ մարդ չունենք, կամ տեխնոլոգիա չունենք, կամ փող չունենք, կամ կառավարման խնդիր ունենք, կամ կան արտաքին, այսինքն բիզնեսից չկապված պատճառներ։ Հիմա եկեք մի հատ լավ հասկանանք, էլի ինչ եմ ասում, դա շատ կարևոր է։ Որպեսզի ոչ թե խնդիրներից ուղղակի բողոքենք, այլ խորանանք կոնկրետ բան, հա, օբյեկտիվ պատճառների մեջ։ Երբ որ արտադրությունը մեր մոտ չի հասցնում, այդ նշանակում է կամ արտադրությունը համապատասխան մարդու խնդիր ունենք, մարդու պակաս, կամ ինչ-որ տեխնոլոգիայի խնդիր ունենք, դա կարող լինի չգիտեմ, հաստոցի, տեխնիկայի, հա, այս տիպ ինչ-որ բանի խնդիր կամ բուն արտադրական տեխնոլոգիա, հա, օրինակ բաղադրատոմսի խնդիր, ինչ-որ սպეციფიკացիայի խնդիր եւ այլն։ Կամ փող չունենք, ինչը նշանակում է, որ պրինցիպի արտադրությունում ամենաշատը ֆինանսական ռեսուրսները չեն հերիքում, դրա համար արտադրություն չի հասցնում, իրականում այս փող չունենք պատճառը մի քիչ որ խորանանք, կգնանք իրականում ֆինանսների կառավարման մեջ կգտնենք խնդիրը կամ մի այլ տեղ կգտնենք, օրինակ, չգիտեմ, գնումների մեջ կարող գտնենք, դեպքերական պարտքի մեջ պետք է կարող գտնենք եւ այլն։ Բայց մենք այս փող չունենք, տարբերակով չենք գնալու, հա, սա մի քիչ ավելի այստեղ մասնագիտական դեպի ֆինանսներ պետք է գնանք, դրա համար սա չեմ վերցրել որպես օրինակ։ Որոց տարբերակը ունենք կառավարման խնդիր, որովհետեւ շատ դեպքերում այս ամենատարածված խնդիրն է իրականում տարօրինակ է, բայց կառավարման խնդիրը ամենատարածված խնդիրն է։ Ինչ է նշանակում ունենք կառավարման խնդիր։ Նշանակում է արտադրությունում պրինցիպի ունենք բավականաչափ մարդ, տեխնոլոգիաները ունենք, փողի խնդիր չունենք, բայց process-ները նորմալ չենք կազմակերպում։ Այսինքն չենք կարողանում կազմակերպել այնպես, որ արտադրությունը իր ռեսուրսները օգտագործի մաքսիմալ, հա, 100%-ով։ Ու կարան լինեն նաև իհարկե արտաքին պատճառներ, հա, նույն արտաքին պատճառներ շատ կան, կոնկրետ արտադրության դեպքում արտաքին պատճառ կարա լինի, ամենապարզ բանը, հա, ասենք ունենք հոսանքի խափանումներ, որոնք որ այս պահին մեր արտադրությանը խանգարում են։ Իհարկե սա էլի լուծելի խնդիր է, բայց կարևոր է հասկանալ, հա, որ այս պահին բիզնեսի ներսի խնդիր չի, դա բիզնեսի դրսի խնդիր է։ Կամ ինչ որ չգիտեմ, տարային աղետ է եղել, դրա պատճառով արտադրությունը վնասվել է, դրա համար այս պահին արտադրությունը չի հասցնում։ Կամ ասենք, նույն այս արտադրության մեջ չի լինի այս խնդիրը, գնումների մեջ կլինի, բայց ասել որպես օրինակ, հա, ինչ որ խնդիր կա, լարսը փակվել է, հա, արտաքին պատճառ որպես վերցնենք։ Լարսը փակվել է, ունքը չի հասել, արտադրությունը չի հասնում։ Սենց արտաքին պատճառներ էլ իհարկե կարող են լինել։ Արտաքին պատճառը պետք չի վերցնել որպես բան, հա, սենց արդարացում ու ասել դե արտաքին պատճառը ինչ կարող անենք, ցանկացած արտաքին պատճառի հետ աշխատել իհարկե հնարավոր է, բայց պետք է օբյեկտիվ նայել հարցին, հա, դա արտաքին պատճառը, թե իրական, թե մեր ներքին բիզնեսի խնդիրը։ Մի հատ էլ ասեմ, եթե բիզնեսում կա խնդիր, ուրեմն այս 5 պատճառներից մեկն է, կամ մարդ չունենք, կամ տեխնոլոգիա չունենք, կամ փող չունենք, կամ կառավարման մեջ է խնդիրը, կամ արտաքին պատճառներ կան։ Սա իմ, այսպես ասած, պատճառահետևանքային կապը գտնելու մոդելն է, հա, որից եմ ասում, կան բազմաթիվ նման ֆրեյմվորքեր, մոդելներ, որոնցով որ կարելի է այս վարժությունը անել
Բոլորն են ունեն իրենց պլյուսները, մինուսները։ Ես կարծում եմ, որ սա լրիվ ասենց ամբողջական մոդել է, տրամաբանական մոդել է ու սա հեշտ է կիրառել, դրա համար առաջարկում եմ այս մոդելը։